Բարև բոլորին, 28 դեկտեմբեր, օրը կիրակի, լուսինը 9 օրեկան է, համարվում է մաքրման օր, սատանիկան օր է համարվում, այդ բառերն այդքան չասենք, իմիջիալոց շատ է մեր ժողովուրդը այդ բառն օգտագործում, երևի շատ է սիրում, ընդհանուր անունը տալիս է, որը բնութագրվում է պատրանքներով և խաբեություններով, մռայլ մտքերով և ֆոբիաներով, կոնֆլիկտների սրմամբ, այն անբարենպաստ է նոր սկզբունքների, ամուսնության և հարաբերությունների պարզաբանումների համար, բայց հարմար է հին հիշողություններից ազատվելու, մաքրագործման և պաշտպանական պրակտիկայի համար։ Այսօրը երազները հաճախ դժվար են, բայց ոչ միշտ մարգարեական։ Այսօրը պահանջում է հուզական վերահսկողություն, ուշադրություն, բացասական նախանշանների նկատմամբ և զգուշություն, քանի որ բացասական գործողությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Ծանր, խաբուսիկ, լի պատրանքներով և գայթակղություններով օր է համարվում, խաբեությունները շատ են, ֆանտազիաները մարդկանց մոտ ոնց որ թե արդեն գեր հասել, աշխատեք ոչինչի չհավատալ, որտեղ ահավորել գայթակղվածություններ ա գնում։ Խուսափեք, խորհուրդն այսօրն ինչ է, խուսափեք վեճերից, վերահսկեք ձեր գործերը և մտքերը։ Հիմա, քանի որ Վեներան արդեն գտնվում է աջեղ ջրում, սա հիմնական զույգերին է վերաբերում, կլինի մոտավոր մինչև հունվարի 20-ը տեղ կլինի, 3-4 մոլոր ագնալու աջեղ ջրում, չնայած ձեզ բացարձակ թող չհետաքրքրի, Պարատ պլանետ, մոլորակները շքերթ է, բոլոր մոլորակները, բացի Յուպիտերից, որը խեցգետինում է, գտնում է այդեղ ջրում։ Ինչ ես կուզենամ ձեզ ասեմ, քանի որ նոր բոլորովին նոր մեկ թիվն է ժամանակաշրջանը սկսում աշխատեք ընտանիքների միաձուլում լինի։ Այդ վեճերը տղամարդկին վերջացրեք, որպես ընտանիքում սիրող երեխաներ ծնվեն, սիրո պտուղներ ծնվեն։ Աստված քննացրեց Ադամին, Կողոս գրից հանեց միսու, դրեց տեղը, կին պատրաստեց և բերեց Ադամի մոտ։ Ադամն ասեց. «Արդ սա ոսկոր է իմ ոսկորներից, մարմին իմ մարմնից, սա թող լինի կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց»։ Այն մարդուկի մի մարմին, որ ասում են, սա է, ու բոլոր ընտանիքներում պետք է քանի աջեղ ջրում է գոնե ներեք իրար, սիրեք իրար, որ երեխաները ճիշտ մեծանան, ու երեխեքի ներկայությամբ երբեք չվիճեք, երեխաներ դիտողություն չանեք։ Օձը որքան էլ մեղրով կերակրես, օձին թույն ա թողնելու, դա իր մեջ է, նույն էլ կարիճը, եղեք համբերատար։